Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ։ Առավոտյան ժամը 10-ին Մոնտեբելոյի հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հոգևոր արարողություն եւ ծաղիկների խոնարհում։ Երեկոյան ժամը 5:30-ին Արդարության պահանջ համայնքային հանրահավաք Գլենդելի քաղաքապետարանի դիմաց եւ ժամը 7-ին դիտեք Armenian Genocide Committee-ի հատուկ թողարկումը։ Բարի երեկո սիրելի հերոստող բարեկամներ, անգամ եւս կողջուն եմ ձեզ AMG-ի հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Ինչպես անցյալ շաբաթ խոստացած էինք, որ անպայման մենք ձեզ եւ ամբողջ քաղաքին պիտի տեղյակ պահենք հարաճիկա ապրիլյան եղերնի ոգեկոչման ընդհանրապես ինչպիսի հանդիսություններ, ոգեկոչման արարողություններ կան եւ այդ իսկ պատճառով այսօր անպայման ուզեցի որ շնորհակալ եմ իմ դաղավարներս մեր հյուրերն են, արա իմ կողքս նստածը սիրելի Դավիթ Սամվելյանն է եւ նաեւ Սարո Գրիգորյանն է։ Այո, ճիշտ է, եղավ։ Ուրեմն շնորհակալ եմ, որ դարձյալ չմերժեցիք հրավերը եւ եկաք եւ գիտեք ինչպես պետք է որ անպայման մեր ժողովրդին տեղյակ պահել, որքան որ ասենք գիտեն եւ այն, բայց գրգնությունը կարծեմ մայրն է կատարելության։ Այո։ Դավիթ հրամե։ Բարի երեկո, սիրելի հայ ժողովուրդ, գրգին անգամ այս տարի նորեն կհանդիպենք ապրիլ 24-ի ոգեկոչման արդիվ։ Մեզ համար այսօր ուրախություն է այս դաղավարի մեջ գտնվելը, հատկապես մեր շատ հարգելի եւ սիրելի Ստեփան Հովագիմյանին։ Մենք շնորհակալ ենք նաև AMG-ին ամգային եւ Ստեփան Հովագիմյանին, որ մեզ այսօր արիթ տվեցիք, որովհետեւ այսօր մեր սելիք եւ մեր պատկամը ներկայացնենք մեր հայ ժողովրդին եւ ընդհանրապես հանրության։ Այս տարի ապրիլ 24-ի արդուն պիտի ունենանք Մոնտեբելոյի ոգեկոչման Ցերնարգը ուր այս տարի մենք պիտի նաև ոգեկոչումը լա 110-րդ հայոց ցեղասպանության ամյակը ուր տեղի պիտի ունենան օրվա հայդակրի մասին մի քիչ հետո ավելի անդրադառնանք, բայց մենք հիմա թվականներում մասին խոսենք, որովհետեւ եթե գտրանանք լալիք հայդակիրներում մասին, այդպես կգարձեմ։ Կեսօրը հետո տեղի պիտի ունենա նորեն հայոց միացյալ մարմնի, հայոց ցեղասպանության միացյալ մարմնի ոգեկոչման մարմնի օժանդակությամբ Գլենդելի հանրային ասենք քաղաքապետարանի հանրության դարածքին մեջտեղը տեղի պիտի ունենա նաև այնտեղը քաղաքական ցերնարկումը եւ հոնալ բավական մեծ հայդակիր մունիկ ներկայացնելու մեր հայ ժողովրդին։ Իսկ այս բոլորեն դուրս մեկ օր առաջ ամսու 23-ին առավոտյան ժամը 10:30-ին Մոնտեբելոյի Մեսրոբյան դպրոցեն քայլարշավ տեղի պիտի ունենա հայոց ազգային վարժարաններու մոտավորապես 1200-1400 աշակերտներ քայլարշավ պիտի ունենան քայլելու դպրոցից մինչև Մոնտեբելոյի հուշարձանը հուշագոթողը եւ այնտեղ իրենք պիտի ունենան փոքր հայդակիրմը ըստ ամեն տարի ինչպես որ կգազմագերբեն իսկ երեկոյան ամսու 23-ին երեկոյան ժամը 6-ին Բրբենքի Ղևոնդյանց տաճարի մեջ տեղի պիտի ունենա Սուրբ Պատարագը բոլոր հարանվանություններուն կողմեն եւ շատ խիստ կուզեինք ձեր ներկայությունը անպայման հայ ժողովուրդը ներկա գտնվեր այդ գիշեր որովհետեւ մեր հարկանքի դուր կդանք մեր բادرակով եւ մեր աղոթները բարձրացնելով։ Ես հիմա այսքանով կարծեմ բավարարվիմ առայժմ։ Իսկ սկիզբ հետո Սարոնալ իր սելիկները կունենա նաեւ անգլերենով եւ այլն Հրամ Մեսարոջան։ Շնորհակալություն պարոն Հովագիմյան, որ մեզի ընդունեցիք այսօր եւ կնանք մեր համայնքին փոխադարձել դերությունները ապրիլ 24-ի ցերնարգերուն մասին։ Ուրեմն ինչպես պարոն Սամվելյանը ասավ ապրիլ 24 ժամը 10-ին
սկսյալ պիտի հավաքվինք Montebello-ի հուշարձանը եւ անդերը սկաուտները պիտի կան հոմենետմենի եւ բարիկորձական միության սկաուտները պիտի կան եւ թրոշակներով պիտի սկսին մեր ծրնարգը հետո քայլ երկեր պիտի երկվի եւ մեր առաջնորդները գերական առաջնորդները իրենց սրբատասված նահատակներու շարականներ պիտի երկեն եւ աղոթներ պիտի տան հետո ժողովուրդը արիտ պիտի ունենա իրենց ծաղիկի զետեցումը ունենալու եւ մեր օրվա բանախոսը այդ օրը պիտի լա California նահանգային համալսարանի պրոֆեսոր Վահրամ Շամեսյանը որ ինքը հայ գիտության ամբիոնի դնորենն է Armenian Studies Program-ի դնորենն է CSUN so մեծ հայդակիր ունենք այդ օրը եւ հետո ժամը 12-ին սկսյալ փող կա թուրք տեսփանադան արչեւ Beverly Hills եւ գեսորեն վերջ ժամը 5:30-ին սկսյալ ծերնարգը կա Glendale-ի Kakabedարանը Parcher Plaza-ն Եվ ուրեմն ժողովուրդը գրնա ոյվը մեկտեղ կալ եւ մուտք չկա նախորոք տիկետներ չկան այդ ազատ մուտք է եւ գրնան ներս մտնել այո այդպես է Այս չսենք մուտքը ազատ է, բայց համայն ժողովրդին համար բաց է այդ օրը բոլորի համար, որոնք կցանկանան ներկա գտնվել ազատ են։ Լավ գլա այս տարի հայ ժողովուրդ, որովհետև բարձրապես 110-րդ ամյակն է հայոց ցեղասպանության ողջակցման ծեր ներկայությունը բոլոր ցերնակներուն անխդիր ծավով ինչքան կրնակ կոնե 1-2 ցերնակներուն անպայման ներկա գտնվեցեք կարևոր է շատ կարևոր է այնտեղ մեր միասնականության ցայնը բարձրացնելու եւ մեր այսպես ասած մեր ազգային ինքնությունը ավելի այսպես շեշտելու կրգին անգամ որտեղ մենք ողջ ենք տակավին եւ գաբրինք եւ գոյադևենք անոր համար իսկ այո եւ գուշարցանին մինչեւ ժամը 4 իր ժողովուրդը կրնակալ եւ զայգներ պիտի ունենան կարգը որ կրնան զայգանել զեդել եւ աոտմնել մեր նահատակներուն եւ so ադի մինչեւ ժամը 4 արիտ կա որ կան եւ զայգներ բաժնեն բարձրապես շատ ներողություն Մոնտեբելոյի շարցանի արդիվ քանի որ ադի խոսենք հայդակիրը պիտի սկսի 10-ից կես այո հայդարարության մեջ 10 դրված է բայց մինչև ժողովուրդը հավաքվի եւ այլն 10-ից կեսին հայդակիրը կսկսի 11 անց կես կվերջան հայդակիրը մեկ ժամվա հայդակիր մնա այսինքն ցանցրանալի բան չէ որ ուրիշ երթալիք տեղեր կան այցելելիք տեղեր կան այդ օրը բարձրապես այս տարի այսպես որոշվեցավ ողջագործման հիմնական ծերնարգի արիթը այստեղ նաև պետք է հիշել այդ օրը ապրիլ 24-ին երեկոյան ժամը 7-ին ծրագիրը կա տելևիզիոնեն պիտի դրվի այո Էջիսին եւ միացյալ մարմինի միասին ծերնարգ գազմագերբած ենք ես պիտի խնդրեի որ Սարոն ավելի մանրամասն ադոր այո Ստեփան ուրեմն մեկ ժամ սոցիալական ցանցերու վրա հայդակիրը պիտի պատրաստենք եւ ավելի ցեղասպանության դերգություններ դանք ժողովրդին եւ նույնադեն որոշ քաղաքական թեմքեր իրենց պատկամը պիտի դան մեր քաղաքին օրինակ Senator Padilla United States Senator Padilla հավանաբար Brad Sherman-ը ուրիշ հայտնի քաղաքական թեմքեր իրենց պատկամը պիտի դան նույնադեն մեր գուսակցության ադենաբեդներն եւ մեր գերական առաջնորդները պիտի
Ուրեմն այս 7 ժամը 7-ին պիտի ալա, 1 ժամվա հայդակրի մեջ պիտի այս բոլորը բարփակվի եւ ներկայացվի ժողովրդին, օրվա խորհուրդը եւ նաեւ ամեն մեկը իր այսպես ասած բատկամը պիտի տրվի։ Իսկ 27-ին ինչ կար 27-ին արյան բանը կա Nazarene, չէ։ Այո։ So այո։ Այո։ Ժամը 9-ն մինչև ժամը 3-ը Գլենդելի պիտի ղեկավարը իհարկե, այո։ Բայց նվիրված է մեր հայոց ցեղասպանության հիշելու համար։ Այո։ Եվ քաղաքապարը շատ գեղեցիկ է, ես որքան որ գիշեմ միշտ նաև այսպեսի կատարած ենք ժամանակին մեր արյունը թափվեց, մեր հայ ժողովրդի արյունը թափվեց անապատի ավազներուն վրա եւ հիմա մենք մեր արյունը գուտանք, որբեսի ուրիշները ապրին։ Այո։ Դա շատ գեղեցիկ պատկերացում է։ Իսկ նաև Գլենդելի քաղաքապետարանը այդպես ծրագիրը ունի, ադիգա երբ պիտի ալա։ Գլենդելի քաղաքապետարանի ծրագիրը երկուշաբթի ամսու 21-ին երեգոյան ժամը 6-ին Alex թիաթրի մեջ է։ Երկուշաբթի ժամը 6-ին։ Անշուշտ դոմսերը ազատ են, բայց պետք է դոմսերը ապահովեք։ Եվ որտեղ ուր պետք է թիմել, որ Ticketmaster-ը գա եւ Գլենդելի Alex թիաթրի մուտքի այդ ticket-ի station-ը գա։ Այո։ Եվ նաեւ website-ի վրա գրնան իրենք ticket-ներ ապահովել, այո։ Այո։ Լավ հայդակիր ունենք, այդօր եւս լավ հայդակիր մնե։ Խնդրեմ ժողովուրդ, հայ ժողովուրդ սիրելիներ, նաեւ ներկա եղեք Alex թիաթրի ցերնարգին, շատ կարևոր ցերնարկ մնա այդալ, որ իսկապես հատկանշական իմաստ ունի թե մեր գազམ་ակերպչական գործի մեջ եւ թեև հայաշատ մեր Գլենդել քաղաքի համար ադիգա մեզի համար մեծ բադիվ մնա ներկայացնել այդպիսի գոգիկ հայդակիրը։ Խնդրեմ ներկա եղեք, իսկ այս բոլորեն դուրս բզդիկ ներդրում մգուզեմ մնել նաև Մոնտեբելլոյի հուշարձանի գոտողի մասին, որ այս տարի Մոնտեբելլոյի հուշարձանը 60 տարին կփոլորե։ Իր հիմնադրության 60 տարին կփոլորե եւ ուրախ ենք, որ Կալիֆոռնիայի սենատի ներդրումով կոչվեցավ Մոնտեբելլոյի հուշարձանը իբրև պատմական գոտող, այսինքն անգլերենով as a historical landmark. So ադիգա մեզ համար մեծ բադիվ է եւ այսօր ադիգա կանցնի ամբողջ Կալիֆոռնիայի եւ Ամերիկայի ամբողջ պատմական քիրքերու մեջ իբրև պատմական հուշարձան, երբ կհիշեն հուշարձաններու մասին նավանդեղ կհիշեն Մոնտեբելլոյի հուշագոտողը, որ համար մեզ համար մեծ հբարդություն է եւ շատ քաչ գիտեք, որ ժամանակին ինչ դժվարություններով այդ հուշարձանը ոտքի եկած է կամ ծրագրված է, որովհետեւ այդ քեղեցիկ հուշագոտողը այդտեղ հիմնվի եւ այսօր այնտեղ քեղեցիկ երկնքին նայելով այդ բարձր հուշարձանը մեզ համար մեծ հբարդություն է եւ այդ գիշեցինը մեզ նաեւ մեր մեգուգես եւ ամբողջ միլիոն մեր նահատակներու հիշադակի այսպես ասած մեր ցավը եւ մեր գորուստը ադիգա մեզ նայելով գհիշենք եւ ողջ կբահենք մեր համայն նահատակներու եւ մեր բոլոր համայն զոհվածներու թեգուզ որ վերջի շրջանին Արցախի մեր ունեցած սկայական գորուստը այս բոլորը միջամուտելով մենք այսօր պետք է հեվարդելանք որ երևի աբակայինալ պետք է ունենանք Արցախյան հուշարձան մայստեղ կգարձեմ այդպես պետք է համայն կադոր մասինալ որոշում մարնի այսօր վաղը չէ բայց պետք է ադոր մասինալ որոշում մարնենք կգարձեմ Դավիթ ջան անկեղծ լանք շատերը 10 տարի առաջ եթե մենք 160,000-ով ոտքի ելանք եւ Լոս Անջելես քաղաքի պատմության մեջ յուրահատուկ էր այս երևույթը, որովհետև վերջին անգամ այդքան ծավալ կամ մոտավորապես այդքան ծավալով միայն 1973-ին 75-ի այդ վիետնամյան պատերազմի շրջանին եղած էր եւ
մերը ամենը շատ բազմանդամ քայլարշավներ որ տեղի ունեցավ շատերս ես կլսեմ ժողովուրդեն կսեմ որ քանի որ արդեն ամերիկան ընդունեց ինչու համար ինչ պետք է դարձյալ շարունակենք ոգեգոճումներ անոր մասին գուզեմ որ որովհետև քեզ լավ կճանչնամ եւ գուզեմ որ այդ առողջ մտքով նաեւ ժողովրդին բացատրես թե ինչու համար է գնենք այս ամենը Սիրելիներ ես չերաջ օրինակը դվի մենք մեր հիմնական նպատակը չէ որ փողոցներ ինանք դրոշակներ արած 4 կողմը եւ այլն բորալ գանչելով մեր այսօրվա հիմնական բանը գազམ་ագերբչական գործերը ուզում ենք ավելի այսպես բարփակված լա ավելի այսպիսի ցերնակներու մեջ ամփոփենք մեր ասելիքները հոն ավելի շատ բաներ ունենք ասելիք քան թե այդ փողոցներում վրա էլ բոլորը այդ լավ է անալ իր դեղին է անալ իր դեղին ինչպես 100-ամյակին ասածից նման 160-164 հազար ժողովուրդ քայլեց ադիգա էլ բավական մեծ ցնցում մներ թե Կալիֆոռնիայի եւ թե գարձեմ ընդհանրապես Ամերիկայի ընդհանուր պատմության մեջ Ուրեմն հիմնական բանը այդ էր որը 100-ամյակ էր այս տարի 110 է 110-ամյակը ավելի նախընտրելի է որ այս ցևի ավելի իմաստավորված իմաստական բաներ ունենա որ մեր խոսքը ճիշտ տեղ հասնի ասելիքներ ունենք այնտեղ բեմեն ասելիքներ ունենք մեր վեբսայթին ասելիքներ ունենք մեր հեռուստասերեն եւ այլն ասիկա մեր այսպես պատկան փոխանցելու է մեր հայ ժողովրդին համար բայց եթե խումբերգան որ համացայն են գուզեն են անալիգա ազատ թողոսկան եւ այդի ոչ մարդ չի գրնալ այսինքն ընդհանուր իմ միտքս հետեւյալ ընդհանուրն է մարդիկ հայերս գուքան ասելու համար որ այս տարիալ պիտի բամնեք չէ որ ամերիկան ընդունեցավ ինչու համար պետք է այս ոգեգոճումներ անենք քայլարշավը մեկ դիցիկ է ընդհանուր այս ոգեգոճման տարբեր ցերնակներ երևակայց է 21, 23, 24, 27 it's a full agenda here ինչու գնենք մենք Այսի անպայման պետք է անենք Եթե մենք այս ցերնակները չգազմագերբենք, կնշանակի թե մենք մորցած ենք մեր նահատակները, գմորնանք մեր նահատակները, եւ հատկապես այս բոլորը մենք կնենք մեր քալիք սերունդներուն համար, առաջիկա սերունդներուն տաստիարակելու համար եւ իրենց մղելու ուժ դալու համար, որ մենք հայոց պատմությունը այսպիսի ցավալի եւ սև էջոր ունեցած ենք, որ այս ցավալի էջը նահատակությունները չբադային ոչ թե միան հայերուն, այլ նաեւ բոլոր համայն աշխարհի ժողովուրդներուն, այլ ինչ որ այսօր շատ լավ գիտեք, որոշ երկիրներու մեջ աշխարհի 4 կողմերը այս ափսոս ցեղասպանությունները կբադային այսօր ճիշտ այսօր մեր աչքին առջև հիմնականորեն այդ է մեր սելիկը մեր ժողովրդին, մեր երախաներուն, մեր սերունդին եւ ընդհանրապես համայն աշխարհին, որ մենք այսի մեր ցաված ենք, մենք չենք ուզեր այս նույն ցավը ուրիշ ժողովուրդները նույն ցավով ցավին, ինչպես մենք ցաված ենք։ Այս կգուզեի ես ասես արա։ Եթե գնամ Դավիթին կարևոր խոսքերուն նաեւ ասել որ այո 110 տարի անցել է, բայց մեր բանջները թեր իրական են եւ իրավունք ունենք մեր բանջները իրագացնել եւ որովհետեւ մանավանդ statute of limitations գսեն Ամերիկա սահման չկա թեր գնանք մեր բանջները օրինակ թադարան բանալ կամ գարվարություններ գնան համացամության կալ եւ հադացում գսեն հադացում գնանք մեր ժողովուրդը թեր գնա ստանալ իր վնասներուն համար այս տարվա թեման գոչվի truth preserved justice pursued ուրեմն այո ինչպես հիշեցիք բարոն Հավագիմյան արդեն ամերիկան ցանոթացած է ընդունած է որ ցեղասպանությունը եղավ բայց թեր մեր բանջները թեր չեն իրականացած so պետք է հետևենք եւ գնալալ օրը գստանանք justice արդարություն so ասի ուրիշ պատճառներ են որ պետք է հավաքվենք այս մեր ցայնը լսվի ժողովրդին ամերիկյան ժողովրդին
որ միասին ենք եւ մեր բանջկները հայտնենք օդար ասկերուն եւ աշխարհին այդ օրը։ Իմիջ այլոց Ստեփան ջան, այսի մենք միան ապրիլ 24-ի շաբաթը չէ որ գնենք։ Այլ դարվա ընթացքին մենք ուրիշ ցերնակներ ունենք, բանախոսական երեկոներ ունենք, սեմինարներ ունենք, որ կգազմագերբենք համալսարաններում մեջ, հետևողական ենք, ոչ թե միան կսպասենք, որ ապրիլի 24-ը կամ ապրիլ ամիսը գողենք, որպեսզի այս ծևի ցերնակներում մասին խոսենք։ Սրանք ավելի կշեշտենք այս ամսվա մեջ, որովհետև մեր գորուստը այս ամսվա մեջ էր բադահացած, քարնան մեջ էր որ բադահաց, մեր ապրիլյան եղերն այդ մեծ եղերն որում մեջ մենք վստահ ենք բոլոր հայ ժողովրդին ունեցած է գորուստներ, շատեր ունեցած են գորուստներ, որոնց մասը ես, մասը դուք բոլորս միասին գորուստներ ունեցած ենք եւ բարձ է որ ասի անպայման պետք է հիշենք, ուզենք եւ չուզենք պիտի հիշենք ասի, պետք է որ հիշենք, փախուստ չի գա։ Շատ գեղեցիկ մատնանշեցիր Ավիճան, որ Կարունես եւ Սևակի անդրելի զանգակատան խողանց եղերնականի մեջ այդպես կսկսի, չէ։ Կարունա ձունա արել եւ իրապես եղերնը մեր հայոց պատմության մեջ այնպիսի ահավոր էջմն է, որ թեր հարաճիկա կոնե 100 տարի մնալ պետք է, որ հասկանանք, թե ինչ գործուցուցինք։ Երևակայեցեք ժողովուրդը իր բաբենական հողերեն արմադախիլ եղավ եւ նույն սքեման տեսան, որ արդեն 100 տարի առաջ աշխատեց, հետո Նախիջևանի վրա աշխատեց եւ նույնն էլ կատարեցին 2023-ին։ Ես հոնդեի աչքովս տեսա, թե ինչպես նախմեմը բանը այնպես գեցուցին զինվորական այդ ակտերը, որ ինքնապաշտպանությունն է այդ եւ աշխարհի օրենքն է, որ ամեն մարդ իր դունեն սկսի դունը պաշտպանելու, իրենք եկան եւ 2-3 օր ամբողջ այդ հայությունը քննարկարեցին եւ ռմբակոծեցին եւ այլն ու ժողովուրդը բախով դուրս եղավ։ Այսինքն ահավասիկ կտեսնենք, որ նույն տահիջն է, նույն կրնալալ, որ գիտես երբ որ գսեն ամբողջ աշխարհը բեմ է եւ մարդիկ տերասաններ են, տերասանները փոխված են, այսօր Թալյատ Էնվեր կամ Ջեմալ Փաշան չի գա կամ Աթաթուրքը չի գա, բայց տերերը նույնն են, դարբեր մարդոց ցերքերով կատարված եւ եթե մենք որ մեր կոնե տատիկ պապիկներից որոնք իրենց ականադես եղած են այս ահավոր դժոխային օրերը մեզի կպատմեին եւ հիմա մենք եթե չհանցնենք այդ ճահը հաջորդ սերունդին նոր սերունդը կուքա ինչու՞ չէ Թուրքն լավ մարդ է հիմա ինչ ենք որ իր դեդեն մեզ դեդեին զարգավսպաններ բայց հիմա եգուր ամուսնանանք վերջանանք ինչու՞ չէ եւ դժբախտաբար պետք է ասել որ ես իմ ամուսնություն բարը օգտագործեցի այդ միտքս այն էր որ պիտի մեր պարտականությունն է սորվեցնենք մեր ապակա սերունդին եւ անպայման սկոն լալու համար որ տեսնեն թե ինչ է կատարված 110 տարի առաջ ուրեմն կամած եզրափակենք չէ Եզրափակենք Դավիթ հրամե Եզրափակենք ուրեմն հայոց ցեղասպանության ողջագործման միացյալ ընդհանուր մարմինի անունով նոր գրգին անգամ մեր շնորհակալությունը կայացնենք մեր պարտականությունն է այս դաղավարին AMG-ին որ ամեն տարի առաջին տարին չէ ամեն տարի այս արիթներով մենք կներկայանանք այս լավ հերոստատիսելի այս ցերնարգին որ դրամատրեն մեզ մենք պիտի շարունակենք հայ ժողովուրդ մենք պիտի կոյադևենք
եւ մեր ազգային այս նվիրական կորձը, ազնվական կորձը, որ մենք կգադարենք բոլորս, պիտի շարունակենք քնել առանց ովևէ մեկ հիաստափվելու, առանց ովևէ մեկ դեղի տալու։ Պիտի խնդրեին նորեն հայ ժողովուրդ ներկա գտնվեցեք այս համայն բոլոր ցերնարկներուն, այդ ինչքան որ կրնակ 1, 2, ինչ որ ցեր ժամը կդրամատրե, ցեր հարմարությունը կդրամատրե, բայց ցեր ներկայությունը անպայման շատ կարևոր է եւ ցանկալի է։ Ես կմաղթեմ մեր հայ ժողովրդին գոյատևություն, առողջություն եւ համբերությունը մեծ բան է, համբերություն։ Թող մեր հայ ժողովուրդը միշտ անսասան մնա, ցերկ-ցերկի դալով, այսպես միշտ միացյալ լանք եւ միասնական աշխատենք։ Այսօրվա մեր միասնականությունը մեր վաղվա հաջողությունն է, այդքանը կրնամսել։ Ես ալգը կաչարարեմ բոլոր մեր համայնքը, որ հավաքվին ապրիլ 24 մեր մեկ ցայնով մեր բանջկները հայտնենք ժողովրդին, աշխարհին եւ մեր նահատակները հիշենք անշուշտ իրենց զոհությունը եւ ասկան։ Ուրեմն բարձրապես ասեմ, որ նախ շնորհակալություն ձեր այս նվիրումին համար, որոնք դուք միշտ ամեն տարի ականատեսը կլանք ձեր աշխատանքներու, ճգնաժամ աշխատանքներուն, շնորհակալություն, ապրեք եւ ավելի ամեն տարի ավելի լավ ձևով կկազմակերպեք այս աշխատանքները։ Բարձրապես վերականգնելու համար ասեմ, ապրիլ 21-ին երկուշաբթի երեկոյան Ալեքս թիաթրի մեջն է, ապրիլ 23-ի երեկոյան ուրեմն Սուրբ Ղևոնդյանց Մայր տաճարի մեջ պատարակ պիտի ըլլա եւ բոլոր առաջնորդները մեր համայնքին ներկա պիտի ըլլան այնտեղ։ Ապրիլ 23-ին նաև առավոտը պիտի աշակերտները լինեն, ազգային վարժարանները պիտի լինեն այնտեղ, 24-ի առավոտը ժամը 10-ին պիտի այնտեղ հանդիպում ըլլա եւ նաև շատ լավ հավուր բաճշաջի շատ լավ ծրագիր կա եւ այդ մինչեւ ժամը 4 է միջ այդ ովքեր որոնք կուզեն ժամը 12-ին թերքական տեսփանադան արչեւ ամեն տարի այդ ցույցը կա 5:30-ին Glendale քաղաքապետարանի Parcher Plaza-ի մեջ պիտի հավուր բաճշաջի շատ գեղեցիկ ծրագիր կա որ պիտի ըլլա երեկոյան այդ ծրագրեն հետո երբ որ դուն երթակ պիտի այնտեղ գեղեցիկ սոցցանցերով պիտի մի ժամյա ծրագիր կա ամսի ապրիլ 27-ին առավոտյան ժամը 9-ին մինչև 3 Glendale-ի հայ Նազիրին եկեղեցվո մեջ պիտի ըլլա արյունի նվիրատվություն blood արշավ, արյունի արշավ, blood drive, որ Ակազիա եւ Glendale Avenue-ի անկյունն է։ Շնորհակալություն դարձյալ եւ այսպեսով գեզրափակենք սիրելիներս, ինչպես մեջբերում եղավ, կուզեմ այդ մեջբերումով ավարտել մեր այսօրվա այս գեղեցիկ եւ շատ կարեւոր ծրագիրը Սևակյան անլրելի զանգակատունեն խոհանջ եղերնական որ գսե կարուներ չեկածամար փուլը եկավ երկնակամար ձույն մաղեց մեր բաց գլխին ձույն մաղեց կրակի պես կարունա ծունա արել ինչքան երկ ողջ լալով զուլում էր զուլում լաո տրիտեմ սրի հրի լոգ մանկաղ լոգ բահ ու մաջ տնավեր բնավեր լաջ մեր հողը մեր հայրենին մեր երգիրն ամայացավ կարունա ծունա արել ախ ինչպես ոնց մորանալ արհավիրքն այն օրերին աշխարհում ով մորանա ջուխտ աչքով թող կորանա շնորհակալություն
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ։ Առավոտյան ժամը 10-ին Մոնտեբելոյի հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հոգևոր արարողություն եւ ծաղիկների խոնարհում։ Երեկոյան ժամը 5:30-ին արդարության պահանջ համայնքային հանրահավաք Կլենդելի քաղաքապետարանի դիմաց եւ ժամը 7-ին դիտեք Armenian Genocide Committee հատուկ թողարկումը։